մեկ հարց ԵՀԿ նախագահին եւ մեկ հարց էլ Հայաստանի արտգործ նախարարին դուք ժամկետներ նշեցիք Միսկի խմբի լուծարման հետ կապված, եթե չեմ սխալվում, ասեցիք ոչ ուշ քան դեկտեմբերը, իսկ եթե չի լինում արդեն Միսկի խումբը այս դեպքում ինչպես է ԵՀԿ-ն պատկերացնում խնդրի կարգավորումը մասնավորապես արցախահայերի իրենց տներ վերադարձի հետ կապված եւ ընդհանրապես իրենց միջազգային իրավունքի վերականգնման հետ կապված կա արդյոք տարբերակ եւ ընդհանրապես ԵԱԿ-ի հետագա գործունեությունը տարածաշրջանում Միսկի խմբի լուծարումից հետո որն է լինելու Եվ պարոն Միրզոյան մեկ հարց էլ ձեզ լեական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում հոգնակիով էիք նշել, այսինքն մի քանի նախապայմաններ հայտնի է, որ մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱԿ Միսկի խումբներ, Միսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա, մյուս նախապայմանները սահմանադրությունից զատ որոնք են Thank you for the question. I will be very brief. Yes, the Շատ հագիր կպատասխանեմ այո, Մինսկի կարգավորումն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ Եվ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Առաջ ընթանալով, իսկապես խորքային քննարկում ենք ունեցանք պարոն նախարարի հետ, եւ ԵԱԿ-ն իհարկե պատրաստական է աջակցելու սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդեսվել, տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ։ Հավելելով նաև Տիկին նախարարին, կուզեի ավելացնել կամ կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականություն այս հարցում, մենք կարծում ենք եւ մենք լրջագույն, ես կասեի, ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված հայրենակիցները մեր կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում եւ ինտեգրվել Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, որը հենց ինձ էր ուղղված, իհարկե նախապայմանները դուք ինքներդ թվարկեցիք, Միսկի կառույցներն էին եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պայմանագրի վերջնական ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները, սա երկար ժամանակ բարձրաձայնվել է եւ Ադրբեջանի կողմից եւ մեր կողմից, այսինքն խոսել ենք, որ այդպիսի նախապայմաններ կան։ Հիմա ինչպես իրավացիորեն նկատեցիք հարցի մի մասը, այսինքն մի Միսկի խմբին վերաբերող խնդիրը ըստեյության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր ինչ վերաբերում է սահմանադրությանը ապա ես հարկ եմ համարում նշել որ ինչպես եւ նախկինում այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում Եվ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչեւ չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կրկին դա միայն եւ միայն մեր քաղաքացիների որոշելիքն է եւ մեր ներքին ներքաղաքական, մեր հանրային, եթե կուզեք, օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է ասել, որ կապել, հա, պայման դիտարկել որպես եզակի թվով նախապայմաններ, որպեսզի հստակ լինի նորից բանի տեղիք չտա, կա այդ նախապայմանը դնել այդ պայմանը Ադրբեջան շարունակում է պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում, արդեն ասեցի։